Եվ արդ մարդկանցից ով կարող է իմանալ և ճարել, թե որքան բարի է պահքը Ադամի որդիների համար, եթե սիրում են այն։ Միայն Աստծուն է հայտնի այն մեծությունն ու շահը, որ պահքից լինելու էր մարդուն։ Այս պատճառով էր, որ Ադամին տվեց առաջին պատվիրանը ասելով. «Մի ճաշակիր ծառի պտղից», քանզի դրախտում Ադամը հրեշտակների պես սակավապետ էր, և նրա կենակիցը պահքն էր։ Բայց Ադամը չհավատաց Աստծո պատվիրանին, որովհետև չգիտեր, թե որքան բարի բան է պահքը, և ճաշակելով պտուղը արտաքսվեց կենաց դրախտից։ Եվ միայն Ադամից հետո յոթերորդը՝ Ենովքը, իր նախաստեղծ հորից լսելով «ուտելիքն ինձ զրկեց լուսեղեն փարքերից ու դրախտից», զարմացավ և որդեծնությունից հետո 200 տարի իրեն հեռու պահեց մրգերից և այլ ցանկալի կերակուրներից, ինչպես նաև ընդհանրապես չհամարձակվեց նայել երկինք և Ադամի փոխարեն մտավ դրախտ։ Այս պատճառով էլ աստվածային գրքերով մեզ հրամայվեց պնդությամբ պահել, որ մտնենք երկնքի երանությունը, որից զրկվեց Ադամը կերակուրի պատճառով։ Բայց նրանք, ովքեր ծառա են փորին ու որովայնին, տերունական ու առաքելական խոսքն ընդունում են ի կորուստ իրենց անձերի, որովհետև չգիտեն, թե Տերն ինչ հանգամանքներում ասաց. «Կերակուրը չէ, որ պղծում է մարդուն», իսկ առաքյալն էլ ասաց. «Ուտելիքը չէ, որ մեզ կանգնեցնելու է Աստծո առջև»։ Եվ այս խոսքերով կործանում են շատերին, որովհետև ըստ լսելիքի և ախորժակի մորմոքի հեշտությամբ քարոզելով ընկղմում են տգետներին և որովայնամոլներին առասպելախառն զրույցների մեջ։ Այսպիսի որովայնապաշտների մասին է գրում Սուրբ առաքյալը. «Ողբալով դիմում եմ Քրիստոսի խաչի թշնամիներին, որոնք աստվածացրին որովայնը և իրենց փառքն համարեցին որովայնի արտաթորանքը և ամոթի գարշահոտությունը»։ Եվ առաքյալը դիմում է որովայնամոլներին և հեշտաքարոզ վարդապետներին, որոնք հեշտությամբ թյուրում էին այն ամենը, ինչ լուսավորում էին սուրբ առաքյալները, անվանելով նրանց շներ ու չար մշակներ։ Անսահման չարիք է որովայնամոլությունը։ Նայիր և տես, ով մարդ, թե ինչպես կործանվեց Ադամը, մի հեշտացիր և մի կործանիր ուրիշներին։ Միթե դու ավելին գիտես Աստծուց, որ Ադամին ասաց՝ «Մի կեր», կամ ավելի ես ուսանել, քան բոլոր սուրբերը, որոնք պատվիրեցին մեզ պահել քաջությամբ։ Արդ սուրբ մարգարեները պահեցին և արժանացան հրեշտակների տեսությանը։ Հանուն Աստուծո պահեցին նաև առաքյալները և ապա արբեցին Սուրբ Հոգու բխումով։ Հետևիր Եղիային, Մովսեսին և Հովհաննեսին, թե նրանք ինչպես տեսան Աստծուն ուտելով, թե պահելով։ Սովորիր հայրապետների, մարտիրոսների և միանձանց վարքից, որովհետև պահքն էր նրանց պարիսպն ու ամրությունը, և այս բանը քաջ գիտեն ամենքը։ Իսկ ով նայելով տերունական խոսքին, թե կերակուրը չի պղծում մարդուն, կամ առաքյալի ասածին, թե կերակուրը չէ, որ մարդուն կկանգնեցնի Աստծո առջև, սակայն չընկալելով խոսքերի իմաստը, թե ինչ նպատակով ասվեցին, միայն խոսքի արտաքին կողմին է նայում, տգիտապար քարոզում է և ասում. «Կերակուրը չի պղծում մարդուն», վկայաբերելով Քրիստոսի խոսքը, թող ուտի մուկ, մեռելոտի, զազրատեսակ աղբ և համարի, թե ինքը Աստուծո անարատ ծառան է, որովհետև ունի սիրտ և հաստատուն հավատք և չի խորշում կերակուրներից։ Այդ դեպքում առաքյալն ինչու գրեց. բազում անգամ եղա պահքի մեջ, և Նիկիայի նոր սուրբ ժողովում և այլուր ինչու ասվեց. ով պարարտ կերակուր ուտի աղուհացի և մյուս խորհրդավոր պահքերի օրերին, նզովյալ լինի։ Արդ միթե բոլոր սուրբերը խելագարվել էին կամ չէին գիտակցում, թե ինչ են պատվիրում մեզ գրքերով, քավ լիցի, որովհետև Աստծուց սովորեցին պահքի շաղը, որը սահմանվեց Ադամի համար։ Եվ ով չլսի պահքերին վերաբերվող հրամանները, կարժանանա այն բանին, ինչին արժանացավ նրա մայր Եվան։
Արդ, ինչպես ծառերն ու բույսերը, որոնք ջրերի եզրերին են, կանաչագեղ, սաղարթախիտ և առատ են պտուղներով, նույնպես էլ մարմինը, երբ չափից ավելի կերակուրներով և ըմպելիքներով պարարտանալով փքվում է գիրությամբ, չարաչար աճեցնում է պիղծ ախտեր, մորմոքվելով գրգռվում է և առանց երկյուղելու շաղախվում ախտեղությամբ։ Եվ ոչ միայն մտաբերում է կանանց, որը բնության օրենքով է նախատեսված, այլև ձեռնամուխ է լինում տղամարդկանց և անասունների հետ զուգավորվելու ախտին, որովհետև սա պոռնկական չար դևի գործն է։ Սակայն ինչպես բույսերն ու ծառերը ջրի պակասից ցամաքում և չորանում են, նույնպես էլ մարմինը, որ պարսպված է պահքով, նրա ախտերը մշտապես նվազելով ցամաքում են և անուշ դառնում, թեպետև մշտապես հորդորվում են պոռնկական դևի կողմից։ Արդ արբեցողների տունը դևերի բնակարան ու հանգստավայր է, որովհետև այնտեղ անառակ կանայք լկտիաբար պարում են և վատթար երգերով խնջույք անում։ Իսկ պահեցողների տունը հրեշտակների տուն է և սուրբերի հանգստարան, որովհետև այնտեղ սաղմոսերկություններով փառավորվում է Աստված։ Ըստ Աստուծո բարձրագույն հրամանի, պահքը դևերի հալածիչն է, պահքը Աստուծո կոչականն է և հրեշտակների ցնծությունը, պահքը մեղքերի լվացումն է և բարեպաշտություն սերմանողը, պահքը հոգու պայծառ ջահն է, լուսավոր կանթեղը, մարմնի առողջությունն ու երկարակեցությունը վկայված բժիշկների և փորձված բոլոր մարդկանց կողմից, պահքը Աստծուց մեզ պարգևված հոգևոր սուր և երբեք չբթացող զենք է ընդդեմ թշնամու, պահքը հրեշտակների գործն է և եկեղեցու պանծանքը, պահքը ամուր աշտարակ և լուսավոր սանդուղք է առ Աստված բարձրանալու համար, պահքը լայնատարած կամուրջ է, նաև ճանապարհի ելք դեպի երկինք տանող, պահքն ընտրված է Աստծո գովված և վկայված բոլոր սուրբերի կողմից։ Ուստի, սիրելիներս, մեզ պետք է պնդությամբ պահք պահել, նմանվելով մեր սուրբ հայրերին, սպանենք որովայնն ու մեր իսկ մարմնի մեղքերի անդամները, սակայն պահոց կերակուրն էլ պարկեշտությամբ պետք է գործածվի, որովհետև շատ կերակուրը նեղում է որովայնը, որը ծանրացած հեծում ու շրջվում է այս ու այն կողմ, գրված է. «Մի պարարտացրու որովայնդ, այլ միայն հացով ու ջրով բավարարվիր»։ Իսկ Աստվածաբանն ասում է. «Ուտելիս խնայիր հացը, ինչպես նաև շատ փայտ մի դիզիր կրակի վրա և շատ կերակուր մի պատրաստիր գազանի համար, որը մարմինդ է, որ զորանալով պատառ չանի հոգիդ և ցանկության հրով չայրի քեզ»։ Աստված մարդուն հրամայեց բավականանալ պտուղներով, սերմերով և բանջարեղենով, սակայն երբ գործվեց հանցանքը, մարդիկ մեծ ջանքերով ու բազում հնարներով ստեղծեցին համեղ կերակուրներ։ Արդ, երբ անասունը գիրանում է, սկսում է պոզահարել իր տիրոջը, որովհետև բազմացել են նրա ցանկությունները, իսկ մարդու ճարպոտելն ու գիրանալը ստիպում են, որ ախտը բռնադատի նրան և նա անասուններից ավելի վատթար տնկի պոզերն Աստուծո դեմ։ Այս է պատճառը, որ մարգարեն գրում է. «Մի եղեք ձիու պես իգասեր ու ախտեղի»։ Դրա համար էլ, երբ Աստված կամենում է խրատել մարդկանց, որոնք լիանում ու գիրանում են բազում կերակուրներից, որ հողն Աստուծո հրամանով պարգևում է նրանց, բերում է երաշտ, սով, սննդի նվազություն և այլև այլ պատուհասներ, որպեսզի մարդիկ քաղցելով ակամայից դառնան ու հիշեն իրենց Արարչին։ Նոյի ապրած դարաշրջանում սոդոմցիների մոտ կերակուրների առատությունն ու պարարտությունն էր, որ այնչափ աճեցրեց ու ծաղկեցրեց ախտը։ Ահա այստեղից ճանաչիր պահքի անսահման շնորհներն ու մեծությունը,
որովհետև եթե նախաստեղծ մարդը պահեր և չճաշակեր պտղից, դրախտում կլիներ որդեծնությունը պարկեշտությամբ և մարդու կամքով, որովհետև նրան չէր բռնադատի ախտը, ինչպես այժմ, այլ Աստծո օրհնության համար կամովին և ոչ ակամա իր անձի փոխարեն կծներ զավակներ և ապաշխարելով անմահ կդառնար։ Այնտեղից կվերափոխվեր անմարմինների անճարելի կյանքը, այսինքն ընկած հրեշտակների տեղը մոտ սերովբեների խորանին։ Նաև ուսությունը հոժար կամքով առանց ջանքի կպահեր դրախտում, որովհետև նրան չէր բռնադատի ախտը, ինչպես հիմա, որ մորմոքում, հեշտությամբ բորբոքում և ցանկության հրով բոցավառելով այրում է երիկամները, հորդորվելով պոռնկության դևից, վկայությամբ գրքի, թե հուր վառվեց իմ խորհուրդներում։ Ասածս, որ եթե մարդիկ սնվեին դրախտում, կբարձրանային երկինք, վկայում են կույսերից Եղիան, իսկ ամուսնացածներից Ենովքը, որովհետև Ենովքը ծնեց որդիներ և ապաշխարելով անմահ երկինք վերափոխվեց, իսկ Եղիան կուսությամբ ճգնեց և անմահ երկինք բարձրացավ։ Նույնը քննելով Գամիրքի Սյուն Բարսեղը վկայում, իսկ Մեծն Գրիգոր Աստվածաբանը գոչում է ասելով. «Եթե մնացած լինեինք դրախտում այնպես, ինչպես Աստված մեզ ստեղծեց, ապա աստվածացած կլինեինք և Աստծուն մերձեցած»։ Արդ, որ բազմահնար է բանսարկուն և խաբող, տես և ճանաչիր առաջին մարդու անկումից, որովհետև սատանան բնական գեղեցկությունից առավել էր պտուղը փայլեցնում կույս Եվայի աչքի առջև, լլկում էր նրա որովայնը և նեղում ցանկությամբ, մինչև որ սա վերցրեց, կերավ և զրկվեց փառքից։ Այսպես որովայնամոլությամբ և արբեցությամբ բանսարկուն նեղում է ամեն մեկին, առավել է գեղեցկացնում կերակուրները, քան հարկավոր է բնական քաղցը հագեցնելու համար, լլկում է որովայնն ու նեղում է մարդուն քաղցրահամ կերակուրների և ըմպելիքների ցանկությամբ, դարձնելով անժուժկալ, որովհետև սատանան ունի կերակուրների ցանկություն, բայց մարմին չունի, որի միջոցով կերակրվի։ Նա գալիս է իր շնական դևերով, մեր մեջ սերմանում է որովայնամոլություն և ուրախությամբ կերակրվում նրա հյութերից։ Այսպես գալիս և կերակրվում է ամեն տեսակ աղտեղությամբ ու մեղքերով, որոնք մենք մարմնով գործում ենք աշխարհում, և այս անսահման չարիքը, որը գործել է տալիս սատանան, քաջ ծանոթ էր անճարելիների տեսնող Պողոսին, որն այդ մասին ասում է. «Կերակուրը պորտից և պորտը կերակուրից, իսկ Աստված կխաբանի թե այս և թե այն»։ Եվ արդ, որովհետև այսքան մեծ կործանման հասցրեց պտղի ճաշակումը և այսպիսի մեծ բարիքների առիթ է պահքը, Աստծո սիրելիներ, եկեք ջանանք քաջությամբ պահել և ամենայն ժամ նրանով պսակենք մեր ճակատը, այն որպես առաջին պարիսպ կանգնեցնենք ընդդեմ պոռնկության չար դևի և նրանով հալածենք չարիքն ու մարմնական բոլոր ախտերը։ Անսասան լինենք պահքի խորհրդի ժամանակ, այս կյանքում չարչարելով և ցամաքեցնելով մեր մարմինը, հեռացնելով ցանկալի կերակուրներից և չափավորը մեզ բավարար համարելով, որպեսզի անխոնջ կենցաղավարությամբ և հրեշտականման կյանքով ապրենք այս աշխարհում, իսկ հանդերձյալում, որ գալու է, արժանանանք անպակաս լիությանը և անճար մխիթարությանը, մշտնջենավոր ուրախությանը և անկարոտ կյանքին բոլոր ընտրյալ արդարների հետ ամենակալհոր շնորհներով և ողորմությամբ, միածին Որդու գթասիրությամբ և Սուրբ Հոգու խնամքով և առաջնորդությամբ, որ օրհնված և փառավորված են այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։